Մի սպանիր պատվիրանը և պատերազմը։ Հետաքրքրական է, որ մի սպանիր պատվիրանը, որը մարդու կյանքի պաշտպանության երաշխավոր պատվիրան է, վերաբերում է նաև այն ոլորտներին, որտեղ սպանությունը երբեմն անհրաժեշտություն է դառնում։ Սա առնչվում է ուժային կառույցներին և մասնավորապես ռազմական ոլորտին։ Միջանկյալ նկատենք, որ բազմաթիվ կրոնական ուղղություններ այս պատվիրանը մեկնաբանում են յուրովի, որի արդյունքում մենք ոտնձգություն ենք տեսնում ուրիշների կյանքի իրավունքի պաշտպանության նկատմամբ։ Մեր եկեղեցին իր սկզբնավորման օրվանից և հատկապես 4-րդ դարի սկզբից այս պատվիրանի կիրառությունը տվել է ճշգրիտ ուղղափառ մեկնություն, որը վարդապետական բոլոր դրսևորումներով հասել է մինչև մեր օրերը, որտեղ մենք այնպիսի մի ազգ, ժողովուրդ և հանրություն ենք, որ անընդհատ մեր պատմության հոլովույթով անցել ենք պատերազմների բովում։ Եվ մանավանդ այս օրերին, երբ մեզանում հաղթահարված չէ պատերազմի և խաղաղության խնդիրը, գաղափարական, վարդապետական ընկալման մակարդակի վրա շատ կարևոր է ճիշտ ընկալումը։ Նախ անդրադառնանք Սուրբ գրքի այն հատվածներին, որտեղ ռազմական գործողությունների ժամանակ տրվում է չսպանելու հրահանգ, պահելու այս պատվիրանը։ Ուրեմն դրվագներից մեկում 4-րդ թագավորություն, թագավորը հարցնում է Եղիսեի մարգարեին Ասորի գերեվարված զինվորների ճակատագրի վերաբերյալ։ Եկել են թագավորության վրա, գերի են ընկել և հիմա ուզում են հասկանալ, որն է Աստծո կամքը արտահայտված մարգարեի շուրթերին։ Եվ հարցնում են. հայր իմ, սպանենք սրանց։ Մարգարեն պատասխանում է. մի սպանիր։ Եվ ողորմածություն են դրսևորում գերիների նկատմամբ և ազատ են արձակում։ Մակաբայեցիների ժամանակաշրջանում, երբ Շմավոն Մակաբայեցու գլխավորությամբ մարտական մեքենաներով պաշարում են Գազարա քաղաքը ազատագրելու նպատակով, հաջողության են հասնում և մուտք են գործում քաղաք, սկսելով կոտորածը։ Բնակիչները, հատկապես կանայք և երեխաները ճիչ են բարձրացնում, դիմելով Շմավոն Մակաբայեցու ողորմածությանը, խնայելու իրենց կյանքը, ասելով. մեր չարագործությունների դիմաց մեզ մի դատիր, այսինքն մեզ մի սպանիր, խնայիր, այլ քո ողորմությամբ մեզ գթա, գթություն դրսևորիր։ Եվ Շմավոնը հրամայում է կոտորածը դադարեցնել, խնայում է նրանց կյանքը, դուրս է անում քաղաքից և քաղաքը ազատագրելով հաստատում է կարգ ու կանոն, որտեղ պետք է ծաղկի կյանք։ Այդ դեպքում ինչպես հասկանանք այն դրվագներում, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են դրսևորվում։ Այստեղ էլ է Սուրբ Գիրքը շատ հստակ։ Մի օրինակ Եսթերի գրքից, որը կուզեմ բառացի ցիտել։
Եվ նրա թագավորության մեջ ապրող մյուս հրեաներն էլ հավաքվեցին եւ իրենց կյանքը պաշտպանեցին։ Այսպիսով հանգստացան եւ ապահով եղան նրանցից, որոնք պատերազմում էին իրենց դեմ, որովհետեւ նրանցից կոտորեցին 5000 հոգու, սակայն ոչինչ չհափշտակեցին։ Իդեպ եբրայերեն բնագրում 75000 հոգու են կոտորում։ Ուրեմն այստեղ բանալի բառերը, ուրեմն պաշտպանեցին իրենց կյանքը։ Այդ պաշտպանության արդյունքում ապահովեցին իրենց անվտանգությունը։ Բայց այս կյանքի պաշտպանությունը եւ անվտանգություն ապահովումը տեղի է ունենում սպանության միջոցով։ Հետևաբար կյանքի իրավունքի սահմանափակումը կամ մի սպանիր պատվիրանի սահմանափակումը մենք այստեղ տեսնում ենք այլոց կյանքի իրավունքը պաշտպանելու համատեքստում։ Ամբողջ 5 տակարանյան պատմությունը, որը լեցուն է բազմաթիվ պատերազմական նկարագրություններով, իրադարձությունների ավանդմամբ, կոտորածներով, շատ հստակ երևում է, որ ուխտի ժողովուրդը, որին տրված է այս օրենքը, 10 պատվիրանները, հիմնականում խախտում են մի սպանիր պատվիրանը պաշտպանական եւ ուրեմն ազատագրական պայքարում։ Եթե դիտարկենք մեր ժողովրդի պատմությունը, մասնավորապես ամբողջ քրիստոնեական շրջանում, մենք նույն պատկերը կտեսնենք։ Մենք զենք ենք վերցրել մեր կյանքը պաշտպանելու նպատակով։ Նույն Մակաբայեցիների գրքերից մեկում, մեկ ուրիշ հատվածում, Հուդա Մակաբայեցին իր զինվորներին պատրաստելով առաջիկա ճակատամարտին, ուրեմն եկել են իրենց դեմ, պատերազմելու, սպանելու, գրավելու, ոգեշնչող հետևյալ խոսքն է ասում. նրանք դուրս են եկել մեր դեմ, մեր կյանքը խլելու, մեզ կոտորելու, մեզ ջնջելու եւ մեր կանանց ու երեխաներին գերեվարելու։ Մարտնչենք նրանց դեմ, պաշտպանելու մեր կյանքը եւ մեր օրենքները։ Ուրեմն դարձյալ մի սպանիր պատվիրանը այստեղ սահմանափակվելու է սեփական կյանքի իրավունքի պաշտպանության նպատակով։ Բայց ինչն է այստեղ հետաքրքիր, որ միևնույն հարթության վրա է դրված կյանքի պաշտպանությունը եւ օրենքի պաշտպանությունը։ Ասել է թե անկախության պաշտպանությունը։ Նախ ինչ է օրենքը։ Մովսես մարգարեն օրենքը բնորոշում է որպես կյանքի աղբյուր։ Ասում է ես այսօր օրենքի այս խոսքերը տվեցի ձեզ որպես վկայություն։ Երկրորդում օրինակ գրքի մեջ է ասում, որը ասում է ձեզ համար կյանք է։ Գործադրեք ձեր կյանքը կերկարի այն երկրում, որը կստանաք որպես ժառանգություն։ Ուրեմն օրենքի պահպանությունը եւ պաշտպանությունը երաշխավորում է կյանքի երկարակեցությունը այն վայրում, որտեղ մարդը ապրում է տվյալ վայրի օրենքներով։ Եվ ընդհանրապես, երբ է որևիցե մի պետություն, պետականություն դադարում անկախ լինելուց։ Այո, շատ կարևոր է տարածքի պաշտպանությունը, շատ կարևոր է բնակչությունը, բայց դադարում է վերջնական այն դեպքում, երբ որ դադարում է այդ պետության օրենքը գործել։
եւ այդ տարածքում ապրողները շարժվում են, ապրում են, իրենց կյանքը կարգավորում են ուրիշների օրենքներով, հետևապես դառնում են ենթակա նրանց, որոնց օրենքներով եւ կառավարվում են։ Հետևապես Սուրբ Գիրքը մի սպանիր պատվիրանի սահմանափակումը արդարացնում է ոչ միայն կյանքի պաշտպանության համատեքստում ուրիշների կյանքի, սեփական կյանքի, ինքնապաշտպանության նպատակով, այլ նաև անկախությունը պաշտպանելու համատեքստում։ Այսինքն դու պարտավոր ես քո պետության անկախությունը պաշտպանելու համար զենք վերցնել, որի արդյունքում հնարավոր է նաև մի սպանիր պատվիրանի խախտում։ Մեր հայրերը այս պատվիրանը շատ խորապես են ընկալել եւ քաջալերելով սեփական կյանքի եւ սեփական հող ու ջրի պաշտպանության համար զենք վերցնելը այնուամենայնիվ ռազմական գործողություններից հետո ապաշխարության շրջան են նշանակել, համարելով, որ ամեն դեպքում չի կարելի մարդ սպանել խորքային իմաստով եւ անհրաժեշտություն է մաքրվել, ապաշխարել, որտեվ սովորաբար ռազմական գործողություններից հետո մանավանդ եթե արձանագրվում են դաժան տեսարաններ, դաժան դրվագներ, մարդը գազանանում է, կորցնում է իր մարդկային դիմագիծը, աղավաղվում է իր աստվածապատկեր այդ բնույթը։ Հետևապես, որպեսի կյանքի նորմալությանը վերադառնա, անհրաժեշտ է մաքրման ինչ-որ մի շրջան, որը կատարվում է քրիստոնեական ապաշխարության խորհրդի միջոցով։ Իդեպ, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը եւս արձանագրում է այս մասին։ Ինչ է ասում։ Իր իրավունքներն ու ազատությունները իրականացնելիս յուրաքանչյուր ոք ենթակա է միմիայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով։ Այսինքն, դու ազատ ես անելու քո իրավունքներն ու ազատությունները իրականացնելու, մինչև այն կետը, երբ օրենքով արգելք կա այն արարքի առնչությամբ, որ դու պատրաստվում ես անել։ Բայց ինչու՞։ Բացառապես ուրիշների իրավունքների եւ ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգումը երաշխավորելու համար։ Ուրեմն հարգում ես, ճանաչում ես դիմացինիդ իրավունքները, որոնցից առանցքային է կյանքի ապրելու իրավունքն է, դրանով վաստակում ես նաև քո ապրելու իրավունքը։ Չես ճանաչում, չես հարգում դիմացինի ապրելու իրավունքը, որով վտանգ ես ներկայացնում դիմացինի կյանքին, ստանում ես պատասխան։ Դիմացինն էլ իրավունք ունի ապրելու եւ իր կյանքի իրավունքը ճանաչել եւ հարգել պահանջելու, դա իր իրավունքն է։ Եվ այս հարաբերության մեջ է կարգավորվում ուրեմն մարդու իրավունքներն ու ազատությունների այս ամբողջ ներկապնակը։ Աստվածաշունչը մեզ շատ հստակ պատգամ է տալիս, որ յուրաքանչյուր մարդասպանություն աստվածասպանություն է։ Այս երկու հանցանքները մենք մեկտեղված տեսնում ենք Գողգոթայում, խաչափայտի վրա, երբ սպանվում է մարդու որդին, որ Աստծո որդի էր։